Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Տաղավարում այսօր իմ հյուրը հենակետ վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն է։ Բարև ձեզ, պարոն Մանգասարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մանգասարյան, Նիկոլ Փաշինյանի Facebook-յան այն գրառում է, որ բարձրաստիճան սպան իրենից գեներալի կոչում է խնդրել եւ նասցիրուն նամակ է ստացել, այսպես ասած, ըստ ձեզ ինչի մասին է վկայում եւ ինչ անուն կարելի է տալ ընդհանրապես այս երևույթին, նորմալ երևույթ է ընդհանրապես։ Տեսեք, նախ ֆիքսենք, որ նման երևույթը չի կարող նորմալ լինել եւ ոչ մի երկրում դա հատկապես երկրի ղեկավարի մակարդակում չի կարող տրամաբանական եւ ընդունելի համարվել։ Բայց այստեղ իմ կարծիքով երկու տարբերակ է, կամ Նիկոլ Փաշինյանը փաստացի ստում է եւ նման բան իրականում տեղի չի ունեցել, այլ հերթական, այսպես ասած, բանակը արժե զրկելու եւ բանակի վերաբերյալ բանակի ուղղությամբ եւ ընդհանուր առմամբ մեր ուժային համակարգի ուղղությամբ ցեղ շպրտելու հերթական դրսևորումն է, քանի որ մենք նախ այս փուլում չգիտենք, թե կոնկրետ որ ուժային կառույցի ղեկավարի պալկովնիկի գնդապետի մասին է խոսքը գնում։ Զինված ուժերը ասեն, ԱԱԾ-ը, հա, չգիտեմ, ոստիկանությունը իր գրածից դա ակնհայտ չի դառնում։ Եվ այս իմաստով բնականաբար ես շատ բացասաբար եմ վերաբերվում եւ նման բաները չեն կարող նորմալ լինել ոչ մի երկրում, այսպես ասեմ, անգամ տեսականորեն, եթե ենթադրենք, որ այդ ամեն ինչը ճիշտ է, նախ երկրի ղեկավարը չպետք է այդ հանրայնացներ, երկրորդը պետք է այդ նամակ գրողը օր առաջ ազատվել պաշտոնից։ Տեսեք, ինչ է ստացվում, ստացվում է երկրի ղեկավարի մակարդակով խրախուսվում է վերադասության գլխից թռնելու, այսպես ասած, գործունեությունը։ Սուբորդինացիան խախտումը։ Այո, որովհետև ոնց է տեղի ունենում պաշտոնի առաջխաղացումը կամ կոչումի բարձրացումը։ Ըստ վերադասության ամեն մի ստորաբաժանում իր ենթակային ներկայացնում է առաջխաղացման։ Բնութագիր է տալիս, հիմնավորում է, թե ինչու պետքա կապիտան Էսինչյանը դառնա արդեն մայոր եւ ներկայացնում է ըստ այդ կառավարման բուրգի վերև եւ ըստ աստիճանակարգի այդ տեղեկատվությունը հասնում է բանակի դեպքում գլխավոր շտաբ, ԱԱԾ-ի դեպքում ազգային անվտանգության համապատասխան բաժին եւ այլն։ Եվ երբ որ խախտվում է այդ վերադասության սկզբունքը, ինչ է ստացվում։ Հիմա պատկերացնենք մեր սահմանին կանգնած դիրքապա աֆիցերներից, սպաներից մեկը տեսնում է այդ ամեն ինչը, այն որ ասում է, խի սենց էլ էր կարելի, եւ մենք բոլորս կարանք հիմա վարչապետին նամակ գրենք, ասենք հիմա ես ավակ լեյտենանտ եմ, ուզում եմ դառնամ կապիտան, մյուսը մայոր է, ուզում է դառնա փոխգնդապետ, ու այսպես համակարգը իրար խառնվի։ Այսինքն այդ նամակը ինքնին մեր անվտանգության համակարգի ոչ թե այսպես ասեմ ուժեղացնում է կամ ազդեցություն չի ունենում, այլ շատ մեծ վնաս է տալի այդ հրապարակված նամակը, որովհետև դրական բան այդտեղ ես չեմ կարում իմ, այսպես ասած, ամբողջ ֆանտազիայով հանդերձ փորձեմ հասկանամ ինչ դրական էլեմենտ կարա ունենա երկրի անվտանգության համար նմանատիպ նամակի հրապարակումը։ Այստեղ քաղաքական կոմպոնենտն է, միանշանակ, որ նախընտրական փուլ է եւ փորձում են այսպես ինչ-որ տրամադրություններ ստեղծել, բայց ընդհանուր առմամբ անվտանգային համակարգի վրա դա խիստ բացասական ազդեցություն ունի եւ ոչ մի լավ բան այդտեղ ես չեմ տեսնում։ Որովհետեւ եթե ես սերժանտ եմ եւ չեմ դիմում իմ վարչի հրամանատարին կամ գոնե գումարտակի հրամանատարին, գնում եմ գնդի հրամանատարի կամ շտաբի պետի մոտ, մի քիչ դա այնքան էլ ճիշտ չէ։ Հետո հարգելի Արամ, նույնիսկ արձակուրդ գնալու համար
շարքային զինծառայողը եթե ուզում է արձակուրդ գնա եւ չի դիմում իր դասակի հրամանատարին, վաշտի հրամանատարին, այլ միանգամից գնում է գնդի հրամանատարին, ինչ որ հարցով դիմում, դա արդեն իսկ խնդրեմ է։ Այլ հարց, եթե ես դիմեմ վաշտի հրամանատարին, գումարտակի հրամանատարին, ինչ որ արձագանքներ չստանամ ու խիստ կարևոր լինի իմ արձակուրդ գնալը, այն որ ասում անճարությունից ելնելով գնամ դիմեմ ավելի վերադաս ատյաններին, բայց արդյոք նման իրավիճակ ենք մենք ունեցել, ես չգիտեմ, եւ իմ կարծիքով եթե նման իրավիճակ ենք ունեցել, դա մեկ այլ խնդիր է ուրեմն, դա ուրեմն լուրջ խնդրեմ կա, չէ, ուրեմն այդ մարդու վերադասը իրան չի լսել, որ ինքը ստիպված գնացել է վարչապետին է արդեն իր հարցերը ուղղել, այսինքն այստեղ մենք լուրջ խնդրեմ ունենք եւ ոչ մի, այսպես ասած, մեր զինված ուժերի կարողությունները մեծացնելու համար ոչ մի դրական բան չկա այս նամակի մեջ։ Իսկ ընդհանուր երկրի պաշտպանությունը եւ անվտանգությունը ինչպես կգնահատեք, իհարկե ներկա վարչակազմի իշխանությունների օրոք նկատի ունենալով բոլոր այն փոփոխությունները, որոնք իրականացվում են բարեփոխումների անվտանգ պաշտպանական բյուջեի կրճատումը, պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը եւ այս իրավիճակում նույնիսկ հայտարարում են, որ աղետաբեր պատերազմ է լինելու, եթե ԿՊ-ն չվերընտրվի եւ այլն եւ այլն։ Ինչպես են անվտանգության եւ պաշտպանության հարցերը օգտագործում կամ նույնիսկ շահարկվում նախընտրական հայտարարության մեջ։ Տեսեք, բերեք փորձենք սահմանենք նախ ինչի համար ենք մենք ուժեղացնում, այսպես ասած, մեր պաշտպանական ունակությունները։ Օրինակ, ինչ խնդիր լուծելու համար ենք մենք դա անում։ Վաղը մյուս օր պաշտպանվելու մեր տները պաշտպանելու եւ մեր ինքներս մեզ պաշտպանելու համար։ Ճիշտ է։ Հիմա բայ եթե մենք մեծացնում ենք մեր կարողությունները ու հաջորդ իսկ քայլով ասում ենք, դե եթե մենք չընտրվենք պատերազմ ալնելու ու հերիք չի պատերազմ ալնելու, մի հատ էլ մենք պարտվելու ենք այդ պատերազմը։ Բայց այդ դեպքում հարց առաջանում, չէ՞, բա այդքան որ գլուխ ենք գովում, ասում ենք, էս առանք, էսա ցուցադրում ենք, հաշվետվություն ենք հանրությանը ներկայացնելու եւ այլն։ Բա այդ ինչի համար ենք անում։ Մենք կարող է չանենք ավելի լավ լիներ այդ տրամաբանությամբ։ Եթե մեզ այդքան 5 տարի է, 4 տարի է գլուխ են գովում, մեծ գումարներ ենք ծախսել, ենք արել ու վերջում կանգնում ասում ենք պատերազմա լինելու եւ մենք բոլորով վարի ենք գնալու, այսպես ասած, դա չանենք այդքան գործողությունները, բա ինչ է ստացվում, եթե պետությունը ինստիտուցիոնալ համակարգ է փորձում ստեղծի, բոլորի հետ էլ կարող է ինչ-որ մի բան պատահել։ Դուրս է գալի, եթե այս մարդը չի, հաջորդ ղեկավարն է գալիս ու ինչ-որ իրավիճակներ է ստեղծվում, մենք պետք է պարտադիր պարտվենք, ինչպես ասում եք, ձեր լոգիկա, ասենք այդ դեպքում մենք ինչ ենք ուզում անենք, ինչ խնդիր ենք ուզում լուծենք այս դեպքում։ Այդ նույնը, գիտեք, ինչ եմ նմանացնում, ոնց որ Մոյկայի տերը հայտարարի, որ գիտես ինչ կա, եթե իմ մոտ մեքենատ չլվանաս, չէ, եթե իմ մոտ լվանաս մեքենատ անձրևոտ եղանակին ու այդ մեքենան վերցնես ու գնաս քշես, ապա քո մեքենան չի կեղտոտվի։ Անձրև եղանակա, ցեխ եղանակա, ասենք, այս հիմնավորումը որ տրամաբանության մեջ է։ Բայց որ հարևան ավտո լվացակայանում լվաս, նույնիսկ կարող է վթարի ենթարկվես։ Վթարի ենթարկվես, կցեխոտվես, տեղ չես հասնի, հա, աղետաբեր ինչ-որ բան կլինի, ձորից կթռնես, այսինքն այս հիմնավորումները հատկապես այն իրավիճակում, երբ մենք աշխարհը տեսնում ենք, չէ՞, ինչ դինամիկայով է փոխվում, մենք չգիտենք վաղը ինչ կլինի։ Այս կոնտեքստում էլ ուզում եմ ձեզ մի բան հիշեցնել։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտարարում էր, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում նույնիսկ գերտերությունների ղեկավարները չգիտեն թե վաղը ինչ կլինի։ Նման կառավարության նիստերից մեկում հայտարարություն էր անում։ Հիմա ստացվում է, որ անցել է ընդամենը 1-2 տարի, գերտերությունների ղեկավարը էլի մնում են չիմացության այսպես մակարդակում, բայց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնպիսի տեսլական է կարում գեներացնի եւ տեսնի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնի ու որպիսի կարողանա այդ հերանեկարում գնահատի այդ այն պարագայում, որ նույն Նիկոլ Փաշինյանն էր, չէ, հայտարարում, ինչ էր ասում, ասում մենք 7 տարի մնացել ենք նույն դասարանում եւ
բոլորս ինձնից սկսած կառավարության նիստին էր ասում, չէ՞, ասում եմ ինձնից սկսած բոլորս տգետ ենք։ Ու մենք ասում եմ 7 տարի նույն դասանում ենք մնացել։ Հիմա դուրս է գալի, որ այդ խումբը կարողանում է այսպես ռազմաքաղաքական ու այսպես շատ կարևոր բարդ խնդիր կարողանում է լուծի, բայց այն գիտնականները, չգիտեմ, ճանապարհ անցած մարդիկ, որոնք այս կամ այն բնակավարում լուրջ հաջողություններ ունեն, փորձ ունեն, իրենք չեն կարողանա լուծել այդ խնդիրը, բայց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմը ունակ է այդ բարդ խնդիրը լուծել, ասենք ստեղ ենք, չէ՞, մենք տրամաբանական խզում ենք, որտեղ է այդ հիմնավորումը, հատկապես մենք տեսել ենք, չէ՞, վերջի 8 տարիների ընթացքում ինչ աղետաբեր ճանապարհով ենք անցել։ Հիմա դուրս է գալի այդ փորձը, ինչ փորձ դու պետք է ունենաս, որպեսզի կարողանաս պատասխանատու որոշումներ կայացնես եւ կռվի ժամանակ փորձես հաղթող դուրս գալ։ Իսկ ով ասել, որ հարգելի Արամ, ասենք ենթադրենք Աստված չանի պատերազմ է լինում, բայց ով է ասել, որ մենք պարտադիր պարտվելու ենք։ Այսինքն հիմիկվանից մենք մեր հասարակությանը ասում ենք այն հնդկական զենքերը հեչ, այն բունկերները, որ պաշտպանության նախարարը ցուցատալի առավոտից իրիգուն տարբեր դիտանկյուններից, վերևից, կողքից, մեջից, այդ ամեն ինչը հեչ։ Մենք այսքան միլիարդների ըստ իրենց հայտարարությունների միջայլոց ցուցադրելը բունկերների մասը, ասիկն ըստեղ էլ էլի հասկանանք ինչ խնդիր է լուծվում դա ցուցադրելով։ Ասենք, եթե մենք ոլորտին քիչ թե շատ կոմպետենտ մարդիկ մոտիկից չենք տեսել, նույնիսկ մեզ տարբեր իրավիճակներում չեն տարել այդ ամեն ինչը մոտիկից ցույց տվել, որ մեզ հասկանան, բայց ես ասեմ, լրագրողներին, քաղաքացիական ներկայացուցիչներին տարել են, բայց ասել են, որ դա լուսաբանման համար չի, բայց հետո նույն նշանակում է, որ ցույց չեն տվել մեծ հաշվով։ Իսկ հետո երբ որ լուսաբանման համար չի եւ որոշումը կայացվում ցույցը, ինչի համար, օրինակ ինչ խնդիր լուծվեց դրանով։ Մենք այդ վիդեոից հետո ավելի շատ ուժեղացանք, թե թուլացանք։ Այսինքն այդ մարդկանց թուլ նյարդերի վրա, այս գայական բաների վրա խաղալով մենք արդյոք էլ ավելի ուժեղանում ենք։ Տեսեք, մենք էլ ավելի կուժեղանանք այն դեպքում, երբ որ մարդիկ մասնակցեն զորավարժության եւ իրենց աչքով տեսնեն, թե ոնց ենք մենք տարբեր սցենարներ խաղարկում, massայական զորավարժություն։ 20 թվականից մինչեւ այսօրը մենք զորավարժություն չենք արել։ 20 թվականից մինչեւ այսօրը մենք ընդամենը փոքր խաղապահների խմբով զորավարժություն ենք իրականացրել ու մենք ուզում ենք այսքանից հետո հայտարարում ենք, որ գիտեք ինչ կա, այսքան միլիարդի զենք ենք առել, այսքան ինչ որ բարեփոխումներ ենք արել, բայց տեսանելի հողի վրա նախ ոչ մեկս չգիտենք այդ զենքը այս կամ այն իրավիճակում ոնց ենք կիրառելու, ով է կիրառելու, ես այդ զենքի հաշվարկի հրամանատարն եմ, եթե իմ հետ մի բան պատահի, ով է ինձ գալու փոխարինի, այսինքն այս ամեն ինչը պետք է խաղարկվի զորախաղերի եւ համապատասխան միջոցառումների տեսքով։ Իսկ եթե բերել ցույց տալ, ասես փոշին սրբել, ինչ որ մարդկանց բերել, նկարվել կողքը, այդ պատմություններն էլ ենք մենք տեսել 2019 թվականին, երբ որ սուերը ու ասաականները բերեցին, էլի փոշին սրբեցին, բոլորով նկարվեցին, վերջում պարզվավ ոչ նորմալ զինամթերք կա այդ համակարգի համար, ոչ օդաչու կա այդ համակարգի համար, որպեսզի կարողան օդաչու է չունեին։ Դե այս վերջերս հայտարարեցին, չէ՞, որ մենք սուերի օդաչուների վերապատրաստման խնդիր էլ ունենք 20 թվականին եւ չենք հասցրել այդ խնդիրը լուծել։ Հիմա նույն տրամաբանությամբ նոր զինատեսակ է, չէ, գալի մտնում մեր զորքեր։ Դա ինչ է ենթադրում։ Դա ենթադրում է որոշակի կրթական process։ Ես պետքա գնամ, ծանոթանամ, կիրառեմ եւ ընդհանուր առմամբ ոչ միայն զինված ուժերի ներկայիս անձնակազմը պետք է այդ ամեն ինչը իրականացնի, այլ նաեւ պայեստազորում գտնվող մեր մնացած պայեստազորայինները պետք է այդ ամեն ինչը իրականացնեն։ Հիմա մենք 25 օրյա հավաքներ ենք անում, բայց այդ 25 օրյա հավաքներով խնդիր ենք լուծում մեր դիրքերի պաշտպանության հարցը, զուտ մարդու քանակի տրամաբանության խնդիր ենք լուծում։ Ոչ մեկ չի գնում եւ այդ հնդկական, չգիտեմ, ֆրանսիական մեկ այլ երկրի զինատեսակների վրա համապատասխան կրթական ցիկլ անցնում, որովհետեւ պետք եղած ժամանակ կարողանանք արդյունավետ օգտագործենք։ Հիմա ընտրություններից առաջ բերել
փոշին սրբել եւ այսպես ասած անունը դնել հանրությանը հաշվետվություն ենք ներկայացնում, պարադել չեն ասում, ասում են հաշվետվություն, որովհետեւ ռազմական շքերթ նկատի ունի իր մեջ այսպես ռազմական կոմպոնենտ էլ կա, չէ, բայց դե մենք ինչ ենք ասում, մի կողմից ասում են գնում ենք խաղաղության, մյուս կողմից ասում են եթե պատերազմ լինի, մենք 5-6 միլիարդի, չգիտեմ, քանի միլիարդի զենք ենք առնում, բայց դե մեկա պատերազմ լինի, մեր հետ ամեն ինչ վատա վերջանալ, այսինքն ի սկզբանե մտածել, որ դու պարտվելու ես եւ ի սկզբանե մտածել, որ դու ոչ մի բան չես կարողանալու, ոչ մի բարդ խնդիր չես կարողանալու լուծես, այդ արդեն Ադրբեջանում այսօր Իլհամ Ալիևն է նախագահը, վաղը կարող է փոխվի, այսինքն ի՞նչ է ստացվում, հիմա ինչ որ դու պետքա բազա ունենաս, չէ, ոնց ես միջնաժամկետ եւ հատկապես երկարաժամկետ քո պլանավորումները իրականացնում։ Ստացվում է, որ ընտրություններից հետո շատ մեծ հավանականությամբ հիմա սահմանադրությունը փոխում են Ադրբեջանի պահանջով, հիմա նույն Ադրբեջանի պահանջով կարող է այս կամ այս ստորաբաժանումը կրճատվի։ Հիշեցնեմ, որ նույնիսկ կարծում եք կողմ քվեարկեն այդ հանրակրվեին։ Դե ճիշտն ասած դեռ մեծամասնությունը այս փուլում դժվար է գնահատել թե իրեն ոնց կպահի, այստեղ ավելի շատ կախված է այս տարվա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ինչ վերադասավորումներ կլինեն։ Սահմանադրական մեծամասնություն կկազմի, թե այո, դրանից է ինձ կարծիքով կախված, բայց ամեն դեպքում բոլոր սցենարները պետք է հաշվի առնել, բոլոր սցենարները։ Հիմա Ադրբեջանը պահանջում է սահմանադրություն փոխենք, բա որ չփոխենք, դուրս է գալի մեր հասարակությունը ինչ է, օկուպանտ է, ինչ որ բռնազավթ է, ինչ է, որ դեմ է քվեարկում այդ սահման ըստ իրենց ընկալումների։ Եթե փոխում ենք թույլտվությամբ մի մեջ բերում։ Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը։ Նիկոլ Փաշինյան 23 օգոստոսի 2023 թվական անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է Նիկոլ Փաշինյան 19 մարտի 2026 թվական հիմա որ Նիկոլ Փաշինյանին մենք հավատանք մենք տենց Նիկոլ Փաշինյան տարբեր դրվագներում տեսել ենք ու հիմա ինչա նույն Նիկոլ Փաշինյանը ասում է կարող է վաղնել նենց իրավիճակ ստեղծվի, որ հիմիկվա իմ դիրքորոշմանը 180 աշճան հակառակ դիրքորոշում ունենամ։ Ինքը անկեղծ ասում է, այս վերջերս ազգային ժողովում հենց այդ հարց ու պատասխանի ժամանակ մոտարապես հենց այդ էլ ասեց։ Այսինքն ինքը նորմալ է համարում, որ պետության ղեկավարը կարա այսօր ունենա այս դիրքորոշումը, առավոտ արմատական ոչ թե 5%-ով շեղվի այդ դիրքորոշումը, ոչ թե այո, այլ 180 աշճանով միանգամից հակառակ դիրքորոշում հայտնի։ 2021 թվականի կառավարության ծրագրում գրել էին Արցախի դեօկուպացիա, հանուն Շուշիի դեօկուպացիա եւ այլն, ասես գեղեցիկ նախընտրական ծրագիր էին գրել, ընդհանրապես մի քանի տարի հետո ասացին, դե ինչ Արցախ, ինչ բան, այդ մեր վզին թոք էր, մենք հազիվ ազատվել ենք այդ թոքից եւ այս վերջերս նաեւ անկախության հռչակագրի օրվա արթիվ իր Facebook-յան գրառման մեջ ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, ինքը փաստացի խոստովանում էր, որ իրենք մտածված են 20 թվականի այս պարտությանը գնացել, որովհետև պատկերացնում եք, հարգելի արա, մենք հաղթենք կամ ինչպես ասում են, նիչիա լիներ այդ պատերազմը։ Դուրս է գալիս, ստացվում է, որ մենք այդ թոկը ավելի ենք խորացնելու մեր վզին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության մեր բախտը վերել է, որ մենք պարտվել ենք։ Եթե մենք չպարտվենք, մեր վիճակը շատ ահավոր է լինելու։ Եվ իմիջիայլոց այդ նույն հայտարարությունը նախորդ շաբաթ էր կարծեմ, չորեքշաբթի օրվա ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ, որ հայտարարեց մենք գիտակցված գնացել ենք զոհողությամբ եւ դրա արդյունքում ձեռք ենք բերել անկախություն եւ սուվերենություն։ Պատերազմում զոհված հերոսների ծնողները սա գնահատեցին որպես ինքնախոստովանական ցուցմունք։ Այո, դա լրիվ ցուցմունք է, որովհետեւ այսինքն ինչ է ստացվում, մենք մի հատ բերեք գանք 20 թվական, էլի, եթե պատերազմի օրեն Նիկոլ Փաշինյանը ասում էր ով տունը բրոնիժիլետ կասկա ունի, մեջներից էլ ընտրեք թաղի տղաներով հրամանատար ու գնացեք ֆրոնտ, դուրս է գալի, որ ինքը մտածված մեզ բոլորիս ուղարկում էր ֆրոնտ, որպեսզի զոհերի թիվը մեծ լիներ, որպեսզի ինքը կարողանար այդ զոհերի թվի մեծության հաշվին ահաբեկեր մեր հասարակությանը, որպեսզի հեշտ կարողանար այդ թոքից ազատվեր, այդ տրամաբանությունն է ստացվում։
Այսինքն դա ես ասում եմ լավագույն սցենարի դեպքում։ Ես ելնում եմ այն կանխավարկածից, որ Նիկոլ Փաշինյանը հենց ի սկզբանե իր արչև 18 թվականին, որ եկել էր իշխանության, խնդիր էր դրել այդ թոկից ազատվելու եւ այսպես պլան էր մտածում, բա ոնց անենք այդ թոկից ազատվենք։ Այդպես հավաքվում են մի 4-5 հոգով, գիշեր-ցերեկ մտածում են, օրինակ ինչ կարելի անել։ Կարողա որ գնանք հայտարարենք Արցախը Ադրբեջան է, Արցախը Հայաստան է եւ վերջ, մի քիչ կջղայնացնենք ԵԱԿ Միսկի խմբի պետությունների, այսպես ղեկավարներին, Ադրբեջանն էլ իր հերթին կջղայնանա, չգիտեմ, մի քանի ֆակտորներ էլ զենքը առել են եւ այլն, հավանականությունը կմեծանա խփելու, այդ ընթացքում մենք իմիտացիա կանենք։ Ես իմիջիայլոց տարբեր առիթներով սրա մասին խոսել եմ, որ մենք 20 թվականին իմիտացիա ենք արել, որպեսզի ցանկություն ենք հայտնել պահել Արցախը։ Այսինքն ղեկավարությունը ոչ թե խնդիր է դրել իր արչև պահելու, այլ իմիտացիա է արել, որ ինքը պատերազմը փորձում է հաղթի։ Եվ հիմա փաստացի մի քանի տարի հետո դա Նիկոլ Փաշինյանը իր բերանով հաստատում է։ Ասում եմ մենք եթե չպարտվեինք, ինչ ասես մեր հետ կլներ։ Հիմա այստեղ Հայաստանը չեր ելնի, չգիտեմ, էս չեր ելնի, այն չեր ելնի, բախտերս բերելա որ պարտվել ենք։ Էդ է ասում հիմա Նիկոլ Փաշինյանը։ Իսկ դա քրեաիրավական հետևանքներ է ենթադրում։ Այսինքն պետք է առնվազն 4000 հոգու տանել Մսաղացի, սպանդի տանել եւ հետո ասել, որ դրա շնորհիվ անկախությունը չգիտեմ ինչ են ձեռք բերել։ Հիմա կարող է մյուս հիմնավորումը գիտեք որը լինի, որ ասի, բա մենք ի սկզբանե պլանավորել ենք, որ 10000 հոգու պետքա ձեր ասած սպանդի տանենք, բայց ինչ-ինչ պատճառներով բախտերս բերել է 4000-ին ենք տարել։ Այսինքն որտեղ է երաշխավորը, որ նման բան ասողը հաջորդ անգամ նման բան չի ասի, որպեսզի համոզի, որ իրենք ճիշտ են արել։ Այսինքն հիմա Նիկոլ Փաշինյանը փաստացի մեզ բոլորիս համոզում է, որ մեր հետ ինչ եղել է, ճիշտ է եղել։ Որ հակառակ դեպքում էլ ավելի վատ էր լինելու։ Այսինքն ինքը այն ղեկավարն է, որը կարողանում է մեր վզից թոկը հանի 150,000 մարդու սարքի փախստական։ Կարող է մեզ համոզի, որ մածունն էս ծեվա, բայց դե հիմա բոլորս գիտենք։ Դրա համար եմ ասում, ամեն ինչը պետք է լինի տրամաբանության շրջանակներում։ Բայց անբարոյականության աստիճանը, երբ այդքան հանգիստ խոսում է այդքան մարդու զոհողության զոհվելու մասին ու ասում է որ դրա շնորհիվ, չգիտեմ, աչքերն է բացվել, գիտակցություն ենք ձեռք բերել, ուղղակի ասենք մի պահ հասկանանք էլի դրա հրեշավորությունն այդ ամենը։ Տեսեք, բացի բարոյական մասից, ինչը բնական է սարսափելի եւ այդտեղ մարդու այսպես ինչ հատկանիշներ պետքա ունենա, որ առնվազն նման բաները իր մտքով անցնեն։ Նաև ստեղ կարևոր է քրեաիրավական գնահատականը, որովհետև փաստացի ստեղ հանցագործության մասին հաղորդում է, այսինքն ես խոստովանում եմ, որ ինչ արել եմ, մտածված եմ արել։ Ինչ մեր հետ տեղի է ունեցել, եթե Իսկանդերը 10%-ով է տրաքել, էդ էլ է մտածված եղել, եթե Աշոտիկը գնացել է Ջեբրայելի պոստերում, չգիտեմ ինչ օպերացիաների է մասնակցել, էդ էլ է մտածված եղել, եթե իր տիկին Աննա Հակոբյանը ջոկատեր կազմել, գնացել էր, սենց իմիտացիա են փորձել անել, որ գիտեք, տեսեք, մենք մեր ընտանիքով կարող փորձում ենք պաշտպանել, այսինքն խնդիրը ի սկզբանե դրած չի եղել, որ մենք պետքա այս կամ այն տարածքը պահենք, ամեն գնով պետքա այս կամ այն դիրքը պահենք։ Ես հիշեցնեմ, նույն պատերազմի օրերին տարբեր զորամասի հրամանատարներին ձերբակալում էին։ Բերում են այստեղ Երևան, անունը դնում են ինչ-որ քրեական գործեր են բանարը, մեկը, չգիտեմ, փախել է, կհիշեք ինչ լուրեր էին տարածվում, որ այս ուղությունից այս փախավ, այն ուղությունից այն փախավ։ Այսինքն պետք էր, որ այս մեր հասարակության մեջ, արդեն ես հիմա եմ դա հասկանում, որովհետև Նիկոլ Փաշինյանը եթե չխոստովաներ, գուցե ես իմ մեջ մտածեի, որ լավ, հնարավոր է, որ այդպես չի եղել, բայց հիմա որ հետ ենք գնում այս խոստովանությունների գումարում ենք իրար, գալիս ենք այն եզրահանգման, որ այն ժամանակ, երբ որ հայտարարում են, որ այս կամ այն ուղությունից մարդիկ փախան, հրամանատարները այսպես արին, կոմպետենտ որոշումներ չկայացրեցին, այդ անում են հատուկ նրա համար, որ մեր հասարակության մեջ որոշակի խոճապային տրամադրություններ ստեղծվեր, մեր հասարակության մեջ այս անվստահության մթնոլորտը ստեղծվեր, դուք ինձ չվստահեք, ես ձեզ չվստահեի, եւ այսպես ինչ որ խառնաշփոթ իրավիճակ լիներ, որ Ադրբեջանի այդ թոկը ազատվելու process-ը ավելի հեշտ լիներ։ Հանկարծ նես չստացվեր էլի, որ մենք ինչպես հաղորդման սկզբում ասեցի, նիչա վերջացնենք այդ պատերազմը կամ ամենավատագույն սցենարը պատկերացնում եք, մենք հաղթենք։
Հիմա Հայաստան չէր լինի ըստ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի տրամաբանության։ Իսկ ձեզ կարող էր այլ ելք լիներ, եթե իհարկե բնականաբար այլ ելք լինելու հավանականությունը, այսպես ասեմ, չափազանց մեծ է, այստեղ պատերազմը ղեկավարելու ու ի սկզբանե խնդիր պաշտպանելու խնդիր դնելն է շատ կարևոր։ Եթե դու ի սկզբանե խնդիրը դրել ես, որ թոքից պետք է ազատվես, դու ամեն ինչ անում ես, որ այդ խնդիրը լուծես։ Դու ամեն ինչ չես անում, որ այս կամ այն ուղղությամբ դու հաջողություններ ունենաս, որտեղ եթե հաջողություններ ունենաս, թոքից չես ազատվի։ Այստեղ ստացվում է, որ հետո դա փոխարինում ես ադրբեջանական թոքով։ Հիմա էլ Ալիևի գծած թոքն է։ Ոնց քաշում է, այտենց էլ հիմա փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ որ Ադրբեջանը ժամանակի ընթացքում թեզեր է առաջ քաշում, մեր քաղաքական դաշտի իշխանական ներկայացուցիչները սկզբնական շրջանում ասում են տենց բան չկա եւ այսպես դեմ են փորձում խոսալ, անցնում է որոշ ժամանակ հետո փաթեթավորում են իրենց պահանջը ինչ որ բանտիկներով կապում են, սիրուն փոշին սրբում են ու մատուցում են, որ ասում են մենք հենց ի սկզբանե էլ տենց մտածել ենք ու հասարակությանը փորձում են լավ հասկանում են, էլի որ ինչպես ասում են հասարակության հիշողությունը ինքը կարճ է եւ ժամանակի ընթացքում շատերը մոռանում են, որ ընդամենը 1 ամիս առաջ, 5 ամիս առաջ, հատկապես 1 տարի առաջ այս մարդիկ 180 աշճան հակառակ բաներ են խոսում։ Եվ հիմա եկել են մեզ ուզում են համոզեն, ուզում են հիմնավորեն, որ էսա ճիշտ է։ Եվ այս իմաստով իմ կարծիքով այդտեղ որոշակի անկեղծության էլեմենտ ես տեսնում եմ, որ նաեւ ասում են, որ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը չենք փոխի մենք մեր հիմիկվա այս որոշումը։ Իրանք sense թեթև հասկացնում են, էլի որ հեսա կարող ընտրություններից հետո մի քանի որոշումներ էլ կա, էտել ենք արմատական փոխելու։ Այսինքն իրանք դա նորմալ են փորձում ներկայացնել։ Էլ չեմ ասում այդ ամոթի ինստիտուտը, որը փորձում են այսպես մեր հասարակության մեջից հանել, գիտեք, հարգելի Արամ, տեսեք, միակ բանը, որ հասարակությանը այսպես կարող է Իրանից ինչ որ դրական բան ներկայացնել, կապ չունի ինչ ոլորտում։ Այո, դա այդ ամոթի զգացումն է։ Հիմա նենց իրավիճակ են ստեղծել, որ ոչ մի բան էլ ամոթ չի։ Չգիտեմ, կուկուրուզ ուտելուց սկսած ամեն ինչով այսպես խառե բաներով վերջացած ոչ մի բան չի ամոթ չի համարվում էլ, չկա մի կարմիր գիծ, որ իրենք ասեն, վայ, այս ինչ բանը օրինակ ամոթ է անելը։ Անունը դրել են կոռուպցիայի դեմ պայքար, օրը մեջ լսում ենք տարբեր դեպքեր, այսինքն դրա վրա էլ որ փորձում են այսպես ասած խաղան, էդ էլ տենց լավ չի ստացվում մեծ հաշվով, բայց հիմա ունենք այն ինչ ունենք, այստեղ ես կարծում եմ մեր հասարակությունն էլ պետք է իր այսպես ասած տրամաբանական եզրակացությանը հանգի եւ իր որոշումը կայացնի, թե սպասվող ընտրություններին ում օգտին պետքա քվեարկի ու հատկապես այստեղ կարևորը այն է, որ եզրակացությունը կայացի, թե ում օգտին չպետքա քվեարկի։ Այդ մի բանը գոնե հաստատ պետքա շատերը իմանան։ Այլ մնացածը արդեն իմ կարծիքով քննարկման հարց է։ Հիմա նախընտրական քարոզարշավի մեջ իհարկե պաշտոնապես չի մեկնարկել, բայց արդեն հիմնական ուժերը հանդես են գալիս իրենց ծրագրերով, իրենց գաղափարներով։ Ընդդիմության այն ծրագիրը, որ անհրաժեշտ է իրական խաղաղություն կամ երաշխավորված խաղաղություն, իրական երաշխիքներով խաղաղություն, դուք ինչպես եք դա պատկերացնում, արդյոք հիմա մենք պետք է խոսենք խաղաղության մասին, իհարկե մենք գիտենք այդ մեղադրանքները, երբ նույնիսկ Արցախի հանրապետություն անունը տալը նա համարում է պատերազմի կոչ եւ մենք խոսում ենք 2018-19 թվականների մասին, աբսուրդային է, որ այն ժամանակ ամենածայրահեղ, ամենահակադիվանագիտական հայտարարություններն էին անում եւ այն ժամանակ չէին մտածում, որ սա պատերազմի կոչ է։ Անվտանգության եւ պաշտպանության հարցերով արդյոք ընդդիմությունը, եթե մենք մտածում ենք, որ համարում ենք կամ այդպես ենք դիտարկում, որ շանսեր ունի գալու իշխանության կամ ընդհանուր հավաքականորեն կամ կոալիցիայով, պետք է ավելի շատ շեշտը դնի հենց անվտանգության վրա, թե խաղաղության իր տեստականը առաջադրի եւ պատերազմի իրական սպառնալիքը այս իրավիճակում կամ ընտրություններից հետո եւ պատերազմի սպառնալիքի շահարկումը
ներկա իշխանությունների կողմից։ Մենք ինչպես տարանջատենք եւ որքանով է բարձր հենց Ադրբեջանի կողմից հարձակման ռազմական ագրեսիայի վտանգը նկատի ունենալով առաջնագծում տիրող իրավիճակը, մեր երեք մենք քաղաքագետներից մեկի հետ ենք խոսում եւ ասում էր, որ հենց այդ փաստը նշեց, որ ադրբեջանցիները կոպիտ ասած 3200 մետր բարձրության վրա են, բոլոր հիմնական բարձունքները վերցրան, իսկ մենք ավելի ցածրադիր դիրքերում ենք։ Ինչ իրավիճակ է տիրում առաջնագծում։ Ծավալուն հարց տվեցիք, եթե ինչ-որ բան բաց թողեմ, խնդրում եմ հիշեցնեք։ Սկսենք վերջից, ուրեմն նախ փորձենք հասկանանք, էլի, որ ասում են խաղաղություն, դա ընդհանուր առմամբ ինչի հետևանք է։ Օրինակ, ինչ պետքա լինի, որ լինի խաղաղություն։ Ինչ գործընթաց, ինչ process-ի միջով պետքա անցնի պետությունը, որ լինի խաղաղություն։ Իմ խորին համոզմամբ պետությունը առաջին հերթին պետքա լինի ուժեղ։ Եթե դու ուժեղ ես ու դու կարողանում ես բարդ խնդիրներ լուծել, արդեն քո հետ հաշվի են նստում եւ ըստ այդմ էլ այդ սպառնալիքները հնարավորինս չեզոքացվում է։ Հիմա այս տրամաբանության մեջ նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր, թե մենք որ ասում ենք լինենք ուժեղ ումից ուժեղ։ Կանանք Թուրքիայից ուժեղ լինեն։ Այդ նույնն է, որ օրինակ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության մի հատ միջին թիմ ինքը ասի, որ գիտեք ինչ կա, մենք դել չարժի պարապել այսքան գնանք Բարսայից եւ Ռեալը մեկա, իրանք ուժեղ են, էլ մենք այս 30 տարի է ինչի ենք ընդհանուր առմամբ ֆուտբոլով զբաղվում, մեկա իրանք չեն կարողանալու հաղթել։ Ոնց հենց 30 տարի է ակումբի։ Այո, հիմա այս տրամաբանությամբ եթե շարժվենք, պարզ է, ամեն ինչ անելու ենք, սենց աղերսելու ենք, որ գիտեք ինչ կա, մեզ մի խփեք, մեկ ինչ եք ուզում, ճանապարհն եք ուզում, էդի կտանք, անունը կդնենք Թրամփ, չգիտեմ, Մելանիա Թրամփի անունով կդնենք, ինչ ուզում եք կդնենք։ Այդ խնդիրը կլուծենք, կտանք ձեզ։ Եվ մարդը չհայտարարում է երեկվա 7-0 պարտությունը, դա պարտություն չէր, դա բացեց մեր աչքերը եւ մեր գիտակցությունը եւ մենք ձեռք բերեցինք անկախություն Կատալոնիայից, օրինակ։ Եթե չեմ սխալվում, ժամանակին Ժոզե Մորինյոն էր, երբ որ իր թիմը 5-0 հաշվով պարտվեց կարծեմ Մանչեսթեր Յունայթեդին կամ Սիթիին, չեմ հիշում հստակ, հետ խաղային այդ ասուլիսի ժամանակ ասեց ավելի լավ է մի անգամ 5-0 պարտվեմ, քան 5 անգամ 1-0։ Հիմա մեր տրամաբանությամբ, եթե ասես պրոյեկտենք, ավելի լավ կլներ մենք մի անգամ 5-0 պարտվել ենք, հա, հասկացանք, պարտվել ենք, բայց մենք հետևություններ անենք, որ հաջորդ քայլերին 5 անգամ 1-0 չպարտվենք։ Հիմա մենք 20 թվի պարտվել ենք 5-0 հաշվով պայմանական։ Հետո եկել ենք, չգիտեմ, 22 թվին մի հատ էլ 1-0 ենք պարտվել, հետո 23-ին մի հատ էլ 2-0 ենք պարտվել, այսինքն այս պարտությունների process-ը, այսպես ասած, չի կանգնել միտեղ։ Հիմա այդ տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը ասում է, բերեք մենք ֆուտբոլ չխաղանք, ախպեր, ասում է, մենք մեկը խաղալ չգիտենք, էս է քարոզում ամբողջ մեր հասարակությանը, որ սենց տենես պարտվելու ենք, էլ ինչ ֆուտբոլ է, ինչ, չգիտեմ, զորավարժություն, մենք հիմա խաղաղության ենք գնում, անունը դրել է խաղաղություն։ Վերադառնալով ձեր հարցին, հիմա հասկանանք ուժերի կոմպոնենտը որն է։ Օրինակ, ինչ պետք է անի պետությունը, որ ինքը այս կամ այն իմաստով համարվի ուժեղ։ Դա էլ իր հերթին մի քանի կոմպոնենտներից է բաղկացած։ Նախ բանակը ստեղ պետք է լինի առաջին դիրքում, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակը, եթե առաջին դիրքում է, դա վատ է։ Բանակը պետք է լինի 15-16-րդ դիրքում ու դրանից առաջ այլ ինչ-որ բաներ, պրիորիտետներ պետք է լինեն, օրինակ հարկատուն, որը ավելի պրիորիտետ է, քան զինվորականը եւ ասես քարոզնա, չէ՞ տեղի ունենում։ Հաջորդ կոմպոնենտը որն է, պետք է լինի ներհասարակական համերաշխություն, երբ որ հասարակությունը ինչ որ գաղափարի շուրջ կապ չունի քաղաքական հայացքներից զատ համախմբվում է ու նույն, այսպես ասած, մի բռունցք է դառնում, դա խոսում է պետության ուժի մասին եւ այն պետությունը, որը իր արժեվ դրած ստրատեգիական խնդիր ունի, այդ պետությունը էլ ավելի ուժեղ է դառնում։ Հիմա մեր այսօրվա իրականության մեջ դեռ էլ չեմ ասում, դեռ դիվանագիտական բլոկն էլ է կարևոր, չգիտեմ, կրթական բլոկը, ամեն մեկը, այսպես այդ ուժեղ լինելու
կոմպոնենտի վրա իր ազդեցությունը ունենում է, այսինքն ինքը կոմպլեքս լուծում է, դու չես կարող ասել, այ այս մի ոլորտը բան անեմ, ասենք, չգիտեմ, արհեստական բանականությունը զարգացնեմ, վերջ, ես ուժեղ եմ, այլ ոչ մի բան ինձ պետք չի, ասում է մենք չընտրվենք, արհեստական բանականություն չի լինի, այսինքն Երևանի սվետաֆորները արդեն ավտոմատ չեն աշխատի, եթե իրենք չընտրվեն, իմիջիալից այդտեղ էլ ես որպես IT ոլորտին բավականաչափ մոտ մարդ ասեմ, որ Երևանի սվետաֆորները աշխատացնելու համար AI-ով, այսպես ասած, արհեստական բանականությամբ, ընդամենը մի քանի համակարգիչ ա պետք ու շատ մեծ համակարգչային հզորություն պետք չի։ Անհրաժեշտ չի, որ Firebird-ը գա այդտեղ մեծ 500 միլիոնանոց ներդրում անի, որից հետո մենք կարանք Երևանում սվետաֆորները ավտոմատացնենք։ Այդ խնդիրը մենք վաղուց էլ, եթե մեր առջև դրած լինենք, մենք վաղուց էլ կարող ենք լուծել առանց, այսպես ասած, մեծ Բայց մինչև հիմա նույնն է մնացել, չէ՞։ Ահա, այսինքն այստեղ այդ մանիպուլյացիայի աստիճանն է, էլի, որ մարդկանց անտեղյակության ասեմ, չգիտեմ, բավարար տեղեկատվություն չունենալու վրա են փորձում խաղան, դե բնական է, միջին վիճակագրական մարդը տես տեխնիկական բաների մեջ հո չի խորանալու։ Լսում է արհեստական բանասումը, հա, դե եթե չընտրվեց, ասենք, եթե նախարարը այս ինչ մարդը չեղավ, վերջ, մեր կրթական համակարգի հերն անիծվելու է եւ մենք ոչ մի լավ տեղ չեն գնալ, ասենք, խի, ինչի համար, ոնց որն է պատճառը, որ տենց պետք է լինի, այսինքն ինչ որ մարդիկ ավելի խելոք են, ավելի հեռատես են, ավելի ստրատեգիական որոշումներ կայացնելու ունակություն ունեն, մնացածը չունեն, բա որ իրանց հետ մի բան լինի, այսինքն մեր պետությունը թողում ենք ինչ որ 3-4 հոգու վրա, ու սենց ազգովի պետք է աղոթենք, որ իրանց հանգարտ մազը չծռվի, որտեղ մենք այդ դեպքում աղետալի պատերազմի մեջ ենք ընկնում, այսինքն եթե անգամ այդ ճիշտ է, դա էլի մենք սխալ ճանապարհով ենք գնում, եթե անգամ այս ամեն ինչը ճիշտ է։ Խնդրեի մյուս հարցը ինչի մասին է։ Անդիմադիր ուժերը Հայաստան դաշինքը ուժեղ Հայաստանը, չգիտես, առաջարկ Հայաստանին, այլ ուժերը հայակվեն, օրինակ ազգային անվտանգության հայեցակարգ ներկայացրեց, ըստ անվտանգության վրա պետք է ավելի շատ շեշտը դնեն եւ ինչ տեսական պետք է առաջարկեն։ Նախ իմ կարծիքով շեշտը պետք է դրվի ընդհանուր առմամբ իշխանափոխությունից հետո ներազգային, ներհասարակական համերաշխության վրա, որից հետո արդեն կարող ենք ավելի վստահ, ավելի գործուն քայլերով մտածել ընդհանուր առմամբ մեր անվտանգային ճարտարապետությունը ինչպես պետք է կառուցենք եւ ստեղծված իրողություններին համահունչ քայլեր իրականացնենք։ Տեսեք, մեր հարևանում Իրանում պատերազմ է։ Մենք պարզա այն պետությունը մենք չենք կարող, չէ, ինչ որ ապագորգոր հայտարարություններ անենք, չգիտեմ, Ամերիկայի դեմ ինչ որ բաներ խոսանք, այդ ամեն ինչը բոլորս շատ լավ հասկանում ենք, բայց մենք կարող ենք առնվազն որոշ բաներ սովորել։ Օրինակ, սովորենք, թե Իրանը ոնց է իր ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր ու բարդ որոշումներ կայացնում ու ոնց է մարտական այս կամ այն խնդիրը լուծում։ Գնանք մի քիչ ուսումնասիրենք ու հասկանանք, որ վաղը այդ փորձը վերցնենք ու պետք եղած ժամանակ կիրառենք, որովհետև ինչ նորագույն տեխնոլոգիաներ ասես, հիմա այնտեղ կիրառվում է, թե Ամերիկայի, թե Իսրայելի, թե հենց նույն Իրանի կողմից։ Մենք ուղղակի կողքից նայենք, ուսումնասիրենք այդ մոդելը, մի հատ մեզ հələ հարց տանք, բայց ինչպես է լինում, որ այս մի ամիսա պատերազմ է Իրանում եւ մարդկանց մեծ հոսք, այսպես ասած փախստականների տեղի չի ունենում այս կամ այն երկիր, չէ՞, մենք չենք տեսնում, որ 1 միլիոն հոգի ստեղից դուրս գան գնան այնտեղ, այսինքն դա ինդիկատոր է, չէ՞, դա խոսում է նրա մասին, որ այդ պետությունը կարողանում է իր հասարակությանը նենց իրավիճակներ ստեղծի, նենց միջավայր ստեղծի, որ հնարավորինս զսպի նման շարժերը, որպեսզի չթուլանա, որպեսզի կարողանա դիմակայի, որովհետև ինչքան էլ դու այս կամ այն տիպի նորագույն զենք ունենաս, եթե դու մարդ չունենաս, դա արդեն ինքնին խոսում է նրա մասին, որ դու շատ ուժեղ չես, ավելի ուժեղ զենքը դա մարդն է, քան այս կամ այն բեսպիլոտնիկը, այսպես ասած։ Հիմա ինքը փորձում է այդ մարդկային ռեսուրսը ճիշտ վերադասավորում անի եւ ցանկացած այնտեղի ղեկավար պաշտոնյա ինքը գիտակցում է, չէ՞, որ ինքը առավոտ կարող է էլ չլինի։ Տեսնում է, չէ՞, իրենից նախորդների մոտ հետ ինչ էր տեղի ունենում, քանի պաշտոնյայի, այսպես ասած, շարքից հանեցին, բայց համակարգը կարողանում է, չէ՞, նենց անի, որ ոչ մեկ չի հելնում ասում, չէ՞, որ եթե ես չլինեմ պայմանական
հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը ինձնից հետո ամեն ինչ վարի կգնա։ Հակառակը ասում են, որ ես չլինեմ, այս ինչ մարդն է գալու լինի իմ փոխարեն։ Այդ ինչ մարդն չլինի, այսինքն այս համակարգը ցույց է տալի, որ այստեղ համակարգային լուծում է, անձերից կախված չի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ ուզում է իր անձի շուրջ, այսպես ասած, պրոյեկտի եւ ասի ես չլինեմ, ոչ մեկը չեք լինելու։ Իսկ այս պատերազմը Աստծի ահապեկում է։ Այս պատերազմը Իրանի դեմ, որ արդեն ավելի քան 1 ամիս է շարունակվում, իհարկե որոշակի դինամիկա կա եւ արդեն խոսում են հնարավոր բանակցությունների մասին, ինչ ռիսկեր է առաջացնում մեր տարածաշրջանի ընդհանուր առմամբ եւ Հայաստանի համար։ Տեսեք, բնականաբար որոշակի ռիսկեր կան եւ մենք պետք է հասկանանք, արդյոք մեր պետության այս պահի իշխանությունները համարժեք գործողություններ են իրականացնում գոնե այս կամ այն սցենարներին պատրաստ լինելու տրամաբանության մեջ։ Օրինակ, ինչ հնարավոր սցենարներ կարա լինի, որpիսի մենք կարողանանք դիմակայենք այդ սցենարներին։ Օրինակ, Ադրբեջանը ներքաշվի պատերազմի մեջ։ Օրինակ, Ադրբեջանը ներքաշվի պատերազմի մեջ, օրինակ, Ադրբեջանը սադրանք իրականացնի Հայաստանի տարածքի նկատմամբ եւ անունը դնի, որ դա Իրանից են արել։ Հնարավոր է, չէ՞, սցենարը, ասենք, ինչ ֆանտաստիկայից եք խոսում, հնարավոր չի տենց բան տեղի ունենա եւ մենք պետքա պատրաստ լինենք այդ սցենարներին։ Իսկ մենք, գիտեք, մեր իշխանության ամենամեծ խնդրը այս իմաստով որն եմ համարում, որ նրանք ամենաիդեալական սցենարին են փորձում պատրաստվեն։ Մնացած բոլոր այդ միջին ու ամենաբարձ սցենարներին իմ տպավորությամբ ոչ մեկ այդ նրա մասին չի էլ մտածում։ Ասում եմ, դե պարզ է, չէ՞ որ Ադրբեջանը մեր հետ լավ հարաբերություններ ունենա, մեր հետ կռիվ չի անի։ Դա այն ամենաիդեալական սցենարն է։ Հիմա մենք գնում ենք այդ իդեալական սցենարով, այն միջին ու ավելի վատ բաները մտներիս ծայրով էլ չի անցնում։ Հիմա այդ տրամաբանության մեջ մենք գնում ենք այն ճանապարհով, որ գիտեք ինչ կա, դե ով պետք է մեզ բան ասի, ասենք խի պետք է անենք Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան, ինչ որ մեր դեմ բաներ անեն, էլ չեմ ասում, որ մտներից ծայրով չի ասում, որ անտեր հրթիռը, եթե մի 3000 կիլոմետրից գալիս է կամ ինչ որ թիրախի ուղությամբ, ինքը կարա ասենք 50, 60, 100 կիլոմետր ինչ որ ռադարներ աշխատեն ու շեղում տեղի ունենա եւ որոշակի հետևանքներ լինի, չէ՞, որովհետեւ քթի տակ հարևան պետությունը կռիվ անում, ասենք դու գոնե այդքանը պետքա մտածես, ոնց որ շենքում երկու հարևան իրար հետ ավտոմատներով կռիվ անեն, դու էլ տունը նստած ասես դե մեկը իրան կրակում են դեպի Հայաթի ուղությամբ, դժվար է մի պատրոնը գա իմ տան ուղությամբ, չէ՞։ Այսինքն հասարակ պաշտպանական որոշակի ռեֆլեքսն է, չէ՞, երեխեքին պետքա մի քիչ ավելի ճիշտ դաստիարակես, որ այդ իրավիճակներում իրենք իմանան ինչ անեն, դուրս չգան միամիտ, չգնան, այսպես ասած, կրակի մեջ ընկնեն, ինչպես ասում են։ Այսինքն այս ամեն ինչը ինքը կոմպլեքս լուծում է։ Հիմա մենք ելնում ենք այն տրամաբանության, որ մեկը մեր հետ ոչ մի բան չի լինելու, ով պետք է մեզ բան ասի, ինչի համար պետք է մեզ այս կամ այն պետությունը ինչ-որ բան ասի։ Մեկը մենք ինչ ուզում են տալիս ենք, հենա դա ինչ, բայց չեն մտածում, որ մեր հասարակության շրջանում Իրանի հանդեպ այսպես ասած դրական վերաբերմունքը բավականին մեծ է եւ Աստված մի արած թե որ ինչ որ վատ բան տեղի ունենա հաստատ Իրանին թշնամի համարող երկրներին ուրախ կլինեն, որ Հայաստանի հասարակությունն էլ թշնամանքով վերաբերվի իրանական պետությանը ու իրանական ժողովրդին, չէ՞։ Թշնամիները հաստատ կուրախանան, ասեն են ավելի լավ, մի հատ էլ պետություն ավելացավ, որի հասարակությունը ըստ հարցումների Իրանին համարում է այսպես ոչ լավ, ոչ բարեկամ երկիր, բայց այս պահի դրությամբ մեր տարբեր հարցումներ որ հրապարակում են, նույնիսկ մի բան աչքովս ընկա, որ Իրանի հանդեպ վստահությունը ավելի մեծ է, քան Ռուսաստանի Դաշնության, որը փաստացի մեզ դաշնակից պետություն է հանդիսանում եւ բայց մենք Իրանի հետ ոչ մի իրավապայմանագրային հենք չունենք, այսպես ասած ռազմական իմաստով։ Այսինքն մեր հասարակության մոտ այդ ընկալումը կա։ Հիմա արդյոք թշնամի երկրները Իրանի հանդեպ թշնամանք ունեցող երկրները կփորձեն դա կոտրել։ Այսինքն պետք է մտածենք, չէ՞, հնարավոր է այդ սցենարը, թե չէ։ Այսինքն ինչ որն է հիմնավորումը, որ հնարավոր չի։
Բա ինչ քայլեր պետք է անեն այդ ճշնամի պետությունները, ինչ որ սադրանքներ փորձեն իրականացնել, չէ՞ որ այստեղ մենք գանք, նստենք, բոլորը իրենց հայատներում ասեն, «Ա, տեսակ էս Իրանը ինչ վատ պետությունն է, մեր դեմ էլ է գործողություններ իրականացնում»։ Բա այդ ամեն ինչին արդյոք մենք չպետք է այդ սցենարները մեր մտքում գոնե ունենանք, թե պետք է ամեն օր ինչ որ կուկուռուզ ուտենք ու այսպես ուրախ զվարթ ման գանք։ Իսկ եթե խոսենք հենց ուղիղ ռազմական սպառնալիքների մասին, նկատի ունենալով կրկին իհարկե Ադրբեջանի քաղաքականությունը, Ադրբեջանի բռնապետի հռետորաբանությունը, խորքային այնտեղ process-ները, այն փաստը, որ ըստ էության այդպես էլ չեն ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եւ հայտարարեց, որ պատրաստ ենք ճանաչել, սակայն 6 ամիս հետո կարող ենք փոխել մեր որոշումը, որքան է բարձր Ադրբեջանից բխող ռազմական սպառնալիքը եւ կրկնեմ իմ հարցը, ինչպես դա տարանջատենք, տարբերակենք պատերազմի սպառնալիքի շահարկումից, շահագործումից եւ սպեկուլյացիայից, դա մարդկանց պատերազմով վախեցնելու այդ հանգամանքից եւ ինչպես կգնահատեք պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի այս մի քանի շաբաթ առաջվա այն տեսաուղերձը, որով նա հերքեց, թե Ջերմուկի եւ Վարդենիսի ուղությամբ ադրբեջանցիները, ադրբեջանական զինուժը առաջ խաղացում է ունեցել եւ ներկայացնում էր քարտեզ նշելով, որ ահա այսպես է 1975 թվականի կարծես թե սահմանազատված եւ սահմանագծված է արդեն այդ հատվածում, բայց չէ՞ որ սահմանագծված չէ դեռևս։ Տեսեք, նախ սկսենք Ադրբեջանից եկող վտանգների այսպես տրամաբանությունից։ Հիմա այս փուլում Ադրբեջանը ինչ խնդիր ունի իր արժև դրած, որ փորձում է լուծի։ Այնտեղ Բաքվում շատ լավ հասկանում են, չէ՞, որ գործող իշխանության վերարտադրման դեպքում իրենց համար ամենանպաստավոր պայմաններն են ստեղծվելու։ Կոնկրետ Ալիևի իշխանության համար։ Ինչի համար, որովհետև հեսա ասելու են Տիգրանաշենը պետքա տակ, ստեղ դե մեկը կփաթեթավորեն բանձիկով, կասեն 91 թվին հələ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանն էր տալի Տիգրանաշենը, այն ադրբեջանցիք չէին ուզում։ Այդ հարցը բան կանեն, կփաթեթավորեն, կլուծեն արդեն մեր բանակի, այսպես ասած, ապամոնտաժման հարցը։ Հիմա եթե մենք գնում ենք խաղաղության, հիմա Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ հետո կսկսի հիմնավորել, որ մեզ բանդերի խաղաղությունը ինչ ենք անում բանակ, հատկապես որ ռեալին չենք կարող անել կրենք, բայց ինչ ենք անում բանակ, հենա թող մի երկու զորամաս մնա կամ պարեկների ինչ-որ մի երկու գումարտակ մնա, հերիք է, էլի, այսինքն այս տրամաբանությունն են փորձելու փաթեթավորեն եւ մեր հասարակությանը հրամցնել։ Հաջորդը հիմա այս ֆոնին Ադրբեջանը պարզա, որ ինքը տեսնում է, որ իր արժև դրած խնդիրները քայլ առ քայլ կարողանում է լուծելով գալ։ Հիմա արդյոք իմաստ ունի ինչ որ հատկապես այս ֆոնին, այս տարածաշրջանային այսպես խառը իրավիճակներում որոշակի այլ խնդիրների մասին մտածել։ Ես չգիտեմ, կարող է իրենց ստրատեգիան այնպես ստացվի, որ փորձեն նաև այլ խնդիրներ լուծել այս ընթացքում, բայց ամենայն դեպս այս փուլում հələ որ դա տեսանելի չի, թե ինչ միջնաժամկետ պլաններ նրանք ունեն, ինչ են ցանկանում միջնաժամկետում ունենալ։ Մյուսը բանի հետ կապված սպառազինության պաշտպանության նախարար եւ սպառազինությանն էլ միջայլոց հնդկական եւ ֆրանսիական այդքան գովազդված զենքեր ինչ եք կարծում Հնդկաստանը Ֆրանսիան միասին վերցրած կարող են փոխարինել Հայաստանի զինված ուժերի սպառազինության հիմնական ավանդական մատակարարին, որը տարիներ շարունակ եղել է Ռուսաստանը կամ փոխարինում են արդյոք թե ոչ եւ արդյոք այս հնդկական զենքերը ռազմական տեխնիկան իհարկե բազմաթիվ հրապարակումներ են եղել, բավարարում են մեր սպառազինության պահանջները եւ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի այդ հերքումը։ Տեսեք, նախ ինչպես նշեցի նախորդ հարցի շրջանակներում, մենք 20 թվականին ոչ թե խնդիր ենք դրել, որ պաշտպանենք, այլ պաշտպանելու իմիտացիա ենք արել։ Հիմա այս փուլում մենք զինվելու իմիտացիա ենք անում, որպեսզի ցույց տանք, որ մենք գիտեք ինչ կա Ֆրանսիայից, Հնդկաստանից եւ այլ երկրներից զենք զինամթերք ենք ձեռք բերում։ Ուղղակի իմիտացիա է, ուղղակի սենց հասարակության աշկերին թոս փչելու բան ենք անում, որտեվ եթե անգամ մեծ քանակության պատկերացնենք այդ զենքերը բերել ենք ու ինչ որ գարաժում, ինչ որ պահեստում պահում ենք, դա ոչ մի խնդիր չի կարողանալու լուծել, եթե դու զորավարժություններ չես իրականացնում։ Դա պահեստում մնալու է ու
պատեղ պահին նորմալ չի էլ աշխատելու, նորմալ կիրառման խնդիրել ենք մենք ունենալու, եթե անգամ տենց է, տեսեք նորից եմ ասում, մեծ քանակությամբ, ես խիստ կասկածում եմ, որ այդտեղ շատ մեծ քանակի մասին կարող է խոսքը գնալ ու հատկապես երբ որ այս խաղաղության տրամաբանության վրա ենք պրոյեկտում, Նիկոլ Փաշինյանը կարող է մի պայծառով սկսի հիմնավորել, որ մեզ շատ մեծ քանակությամբ պետք էլ չի այդ զինատեսակներից։ Նույնիսկ կարող է իրավիճակ ստեղծվի, որ ասեն մի քիչ շատ ենք ձեռք բերել, այդքանը մեզ պետք չի։ Օրինակ մի 20%-ը կարելի է հետ ուղարկել կամ վաճառել մի այլ երկրի։ Ես ասենք չեմ զարմանա, որ մի օր էլ տենց իրավիճակ ստեղծվի։ Ինչ վերաբերվում է ՊՆ-ի հերկմանը, տեսեք 20 թվականից հետո մենք տարբեր ուղղություններով տեսել ենք, թե Ադրբեջանը ոնց է ներխուժում։ Ես ճիշտ ասած չեմ ուզում մտնեմ այդ քարտեզային տրամաբանության մեջ եւ փորձեմ հիմնավորել, թե ով է ճիշտ ասում, ով է սխալ ասում, բայց մենք տարբեր առիթներով ցավոք սրտի տեսել ենք, որ նույն պաշտպանության նախարարությունն էլ, այսպես ասած, իր արժև խնդիր չի ձևակերպել առնվազն, թե մեր այն տարածքները, որտեղ որ հաստատ իրենք էլ են խոստովանում, որ Ադրբեջանը ներխուժել է, փորձելու են, այսպես ասած, այդտեղից վտարեն նրանց։ Նույնիսկ կարող է ստեղծվի էլի իրավիճակ, էլի մեզ սկսեն մեկ այլ քարտեզով էլ սկսեն հիմնավորել, որ գիտեք ինչ կա, մի հատ քարտեզ են գտել պահարանից, որտեղ գրած է, որ այդ ադրբեջանցիք մտել են, դե իրանք իրանց տարածքում են, պետք չի տեղից հետ գնան։ Մեկը խաղաղություն, այմա 10 կիլոմետր էս կողմ, 10 կիլոմետր, այսինքն պաշտպանության նախարարությունը որպես ռազմական կառույց, եթե մտնում է նման թեմաների մեջ, այսինքն ի՞նչն է խոսում, դու ինչ խնդիր ես դնում մեր պաշտպանական համակարգը, ինչ խնդիր պետք է լուծի, օրինակ ինչ սցենարի դեպքում մեր զինված ուժերը պետք է բացազատվեն ու ինչ-որ գործողություններ իրականացնեն, թե պաշտպանական, թե հարձակման, օրինակ ինչ սցենար պետք է լինի։ Մենք խաղարկում ենք ընդհանուր առմամբ այդ սցենարները, թե ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից, որ դե մեկը պարտվելու ենք, էլ ինչ իմաստ ունի պարապել, ինչ իմաստ ունի ուժեղանալ, մեկը մենք ինչքան էլ ուժեղանանք Ամերիկայից, Ռուսաստանից, Չինաստանից ուժեղ չենք կարա լինենք, բայց չենք կարա լինենք ուժեղ ինչքան պետք է այդ գնահատականը փորձեն կարողանանք, չէ՞, տան կարող է մենք այսօր ավելի ուժեղ լինենք, քան երեկ էինք, կամ վաղը ավելի ուժեղ լինենք, բայց եթե մենք ելնում ենք այն տրամաբանությունից, որ մեկը Չինաստանին կամ Ամերիկային չեն կարողանալու հասնենք, դա ի սկզբանե մեր արժև դրած նպատակին այդ ճանապարհով ոնց որ շեղվում ենք մեր այդ նպատակներից, այսինքն չենք դրել այդ խնդիրը ոնց ենք պատկերացնում լուծումը ու ինչ որ ճանապարհով գնում ենք, թե ուր կհասնենք Աստված գիտի։ Շնորհակալ եմ հետաքրքրությամբ։ Շնորհակալ։ 160 թեմի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում էինք հենակետ վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ։ Կհանդիպենք։